Մագա ջան, բարի լույս։ Բարի լույս Սարգսյան։ Ինչպե՞ս ես։ Լավ եմ, դու ինչպե՞ս ես։ Ես էլ եմ շատ լավ։ Շատ ուրախ եմ, որ ստացվեց, որ կարանք զրուցենք ու շատ ուրախ եմ, որ տենց սպոնտան առաջարկեցիր զրույցի համար, որովհետև ես ուրախ եմ, որ մեր պես սովորական մարդիկ ուղակի խոսելիք ունեն ու չգիտեմ, իրանց ներսում էլ է կատարվում բաներ, որոնք որ արտահայտելու կարիք են զգում ու ինձ թվում է նաև այս հարթակն էլ հենց դրա մասին է, որ ուղղակի խոսենք, սովորական մարդկանցով հավաքվենք, խոսենք մեզնից, մեր կյանքից, մեր սովորական անելիքներից ու պլյուս դրան այն ամեն ինչից, ինչը որ հասկանում ենք մեր կյանքի ընթացքներում։ Ինչից կուզենայիր այսօր խոսեիր, ինչն է մեջդ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ, որ ընդունեցիր առաջարկս։ Իրականում հայկական կոնտենտում այսպիսի թեմատիկայով զրույցներ, առհասարակ կարող եմ ասել, չկա։ Ինչ էլ որ կար, ինձ դուրս չէր գալիս, կամ ծայրահեղ լիբերալիստներն էին իրենց մտքերը արտահայտում, որոնց հետ ես բացարձակ համաձայն չէի եւ բացարձակ չէի ուզենա այդ խմբի մասը կազմեմ, բայց լսելով քեզ ոդքասթները, այսինքն ես հասկացա, որ կուզեմ միանալ եւ քո հետ զրուցել, ծանոթանալ, կիսվել իմ մտքերով, միգուցե տարեկից մեծահասակ կամ մեզնից ավելի փոքր երիտասարդները հետաքրքրվեն, լսեն, ինչ որ բան էլ իրենց համար վերցնեն, սովորեն, չգիտեմ։ Շատ հաճելի է, հա։ Իրականում գիտես, ամեն կոնտենտ ինքը ունի իր սպառման տիրույթը ու ամեն մարդ ոնց որ փորձում է վերցնել այն ինֆորմացիան, ինչը որ իր համար է հատուկ կամ իր համար է այդ պարագայում կարևոր։ Ու այդ էլ ոնց որ այդ բազմազանությունն է ստեղծում, որ մարդիկ ինչ որ ընտրանի ունենան, բայց իմ համար ոնց որ շատ է այն ամեն ինչը գործի մասին է, ինչը ես ամեն ոդքասթիս մասին դրա մասին խոսում եմ, որ շատ է քաղաքականություն քննարկվում, գործ, աշխատանք, բիզնես, SNN, բայց չի քննարկվում ուղղակի կյանք։ Իրականում ես կարծում եմ Սարգիս, որ մարդիկ երբ որ սկսում են մտածել այդ թեմաների շուրջ եւ այդ թեմաների մեջ իրենք ունենում են բացահայտումներ, շատ լուրջ բացահայտումներ եւ վերլուծություններ, դա իրենց օգնում է նաեւ մյուս սֆերաներում թռիչքային աճ ունենալու։ Որովհետեւ ես շատ դեպքում մի քանի անգամ մասնակցել եմ, երբ որ այդ դպրոցում էի աշխատում, պես մեզ մի անգամ տարել էին աղվերան սեմինարի, ես այդպես ողջևորված գնացի, մտածելով, որ կտեսնեմ աղվերանը, որովհետև ես գիտեի, որ այդ սեմինարների ընթացքում բացարձակ մենք ոչ մի նոր բան չենք սովորելու եւ այդպես էլ կար։ Ինչ-որ լուրջ դեմքով մարդիկ էին, եկել էին կանգնել էին, ինչ-որ բաներից էին խոսում, որոնց միջով դու անցել ես, հաղթահարել ես, իսկ դրանք բոլորը ոչ թե ավելի շատ գործնական թեմաներին էին վերաբերում, այլ հոգեբանական խնդիրներին մարդկանց, որ կարա իրենց աշխատանքի մեջ խանգարել։ Բայց աշխատանքային տերմիններով էին այդ ամեն ինչը բնութագրում։ Եվ խոսքով ուզում եմ ասել, որ երբ որ մարդ իր հոգեբոր ոլորտում իր հարցերի պատասխանները գտնում է, արդեն մնացած ոլորտներում առաջնորդվելը եւ շարժվելը ավելի հեշտ է լինում։ Եվ նույնիսկ կարող է արդեն ինքնուրույն կողմնորոշվել։ Լրիվ քո հետ համաձայն եմ։ Ինձ էլ է ճիշտ ասած այդպես թվում, որ ամենակարևորը մարդու ինքնաճանաչումն է, այսինքն թե դու ինչ ես իմանում քեզնից ու երբ որ դու քեզ մոտ ես գալիս, արդեն մնացած ամեն ինչը դառնում է, չասեմ երկրորդական, բայց ամեն ինչը ինքը իմաստ է ստանում ու կարողանում ես դու այդ ամեն ինչին շատ ավելի հեշտությամբ նայել, այդ process-ների մեջ շատ ավելի հստակ լինել։ Ինչքան մարդը ինքը իր հետ է հստակ, ինչքան մարդը ինքը իրան եկած է, այդքան յուրաքանչյուր խնդիր էլ որ իրան դու դեմ ես տալիս, ինքը ասում է, հա, ես սպասի, ես հասկանամ, թե իմ լինելիությունը կամ այդ ամեն ինչից ես ինչ եմ ստանալու նախ եւ առաջ մարդկային ու անձնային առումով, ոչ թե դիտարկումը կամ սևեռումը լինի, թե ես դրանից ինչ եմ աշխատելու։ Այսինքն հենց այդ սևեռման հարցն է իմ համար այդ point-ը էլի, որ ես անընդհատ ինքս ինձ հարց եմ տալիս յուրաքանչյուր անելիքի, յուրաքանչյուր խնդրի, յուրաքանչյուր process-ի մեջ կյանքային, թե ես ինչ եմ ստացել որպես անձ
այլ ոչ թե որպես պարգև նյութական, այսպես ասած էլի, հա։ Ու հենց դրա մասին է քիչ երևի թե խոսվում, որը որ նաև իմ մեջ իդեա ստեղծեց, որ կարելի է սկսել զրուցել հենց այդ ամեն ինչից, Չի թե մենք մասին ինչ է։ ենք ստանում որպես անձ։ Եվ այո, իրականում մարդուն նյութականը նույնպես առատորեն տրվում է, երբ ինքը իր հոգևոր հարցերի պատասխանները գտնում է եւ անում է մի բան, որի մեջ գտնում է իմաստ։ Այսինքն չի անում ուղղակի մեխանիկորեն, որովհետեւ գումար է անհրաժեշտ, որովհետեւ մեկը այդ ամեն ինչը եթե դու անում ես շատ երկար ժամանակ, ինքը քեզ սպառում է, եւ եթե դու անգամ ձեռք ես բերում ֆինանսական որոշակի ռեսուրս, ապա կորցնում ես առողջություն եւ տրամադրություն ապրելու ուղղակի ուժ։ Իսկ երբ որ դու այդ պատասխանները գտնում ես, կյանքդ ավելի դառնում է թեթև, ու անելիքից ստացած արդյունքը լինում է բազմակողմանի։ Այսինքն դու միայն ֆինանսական օգուտ չես ունում այդ ամեն ինչից։ Դու համ ֆինանսապես ես բավարարված լինում, համ քո հոգին, քո մարմինը, ամեն ինչը ներդաշնակ վիճակում է։ Այսօրվա կյանքում շատ է, չէ, խոսվում դրա մասին, որ գիտես ինչ, էլի գնա, արագ, թիքո անելիքը կամ քո սիրելի անելիքը, որը որ նաև ինչ որ չափով նաև ռադիկալություն է իր մեջ, չէ, տենց պարունակում, որ շատերն են, չէ, այսօրվա ինստագրամյան կոնտենտների մեծամասնությունն էլ է դրա մասին, որ գտի մոտիվացիա ուժդ վեր կաց գնա արա այն ինչ որ սիրում ես, բայց մյուս կողմից էլ կյանքը ինքը իր պայմաններն ունի ու իր օրենքները, մարդը չի կարա այսօրվա իր ապահովությունից ոնց որ զերծ մնա ու վերջ տա դրան ու ասի ես ելում եմ սկսեմ կամ չգիտեմ ինչ անեմ։ Ըստ քեզ որն է այդ բան կետը էլի, այդ նուրբ կետը, ոնց կարա մարդ այդ ամեն ինչին sense նրբորեն անցնի, որ sense մի հատ ցնցման չենթարկվի, որ կարողանա մարդը գա հասնի նրան ինչը որ ինքը սիրով է անում։ Իրականում ցնցման ենթարկվում է մարդ։ Իրականում դա անխուսափելի ճանապարհ է, հատկապես երիտասարդի դեպքում, ով կներես էլի, որ անընդհատ այդ ֆինանս բառը շեշտում եմ ես ուղղակի Ճիշտ ես անում, դա կարևոր է։ հա, որտեղ երիտասարդ ժամանակ, երբ որ դու փոքր ես, 20 տարեկան կամ միգուցե ավելի փոքր, ունես գումարի կարիք, չես ուզում ծնողներից հետ կախված լինել, սկսում ես աշխատել, դու բախվում ես այդ ամենին։ Ինչպես անել, որ ունենալ գումար, բայց միևնույն ժամանակ նաև անել այն, ինչ որ դու սիրում ես, ինչ որ մեծ սիրով ես անում, եւ այդ ամեն ինչը բալանսավորել։ Իրականում դա բավականին բարդ ընթացք է, սկզբում դու նաև սկսում ես մրցակցության մեջ հայտնվել անկախ քո կամքից, որովհետև դեռ երիտասարդ ես, չունես այդքան լայն շրջապատ, այդ հարգանքը չունես որպես մասնագետ, դեռ վաստակած, նաև որպես մարդ, դեռ քեզ չեն ճանաչում, չգիտեն դու ով ես, ինչ արժեքներ ես կրում, որ այդ հարգանքը նույնպես ունենաս։ Այսինքն դու գտնվում ես շատ օդից կախված վիճակում։ Կարող է Խոցելի քո վիճակում, հա։ որտեղ դու կարող ես քո հոգում շատ լուրջ արժեքներ կրես, շատ լուրջ մարդ լինես, շատ հասարակությանը օգտակար, բայց դա պիտի մարդ տեսնեն, գաղափարակիցներ հայտնվեն, ովքեր քո կողքին պիտի լինեն եւ դու դեզ ամուր զգաս, որովհետեւ մարդը ամեն դեպքում հասարակական էակ է եւ չի կարա էլի այսպես դուրս գա այդ միջավայրից ու ասի ոչ, ես ապրում եմ մանախի կյանքով, չէ, այդպես չի լինի։ Իրականում մարդը մարդու կարիք ունի եւ ես ինչքան էլ որ շատ ուսումնասիրել եմ ժամանակակից ուսմունքները, այն եւ ասում օй դու պիտի մենակ կարողանաս առանց մնացածների ապրել եւ այլն, դա սուտ է։ Դա սուտ է, ես հասկացել եմ, որ այդ գաղափարին հակված մարդիկ նույնիսկ ունեն որոշակի հոգեբանական լուրջ խնդիրներ։ Որ նույնիսկ եթե դու դա ինձ մոտ բարձրացան ես, կասեմ խնդրեմը դու ունես, դու ես կարճած այլոցից։ Մի խոսքով, Համաձայն եմ քո հետ։ երիտասարդի համար իրականում շատ դժվար է։ Անցնելով Իսկ ինչ-որ եթե փոփոխություններ, երիտասարդ չես ու հոգնած ես այն ամեն ինչից, ինչը որ տարիներով արել ես ու զգում ես, որ դրա մեջ սպառվել ես ու էլ կետ չկա, ըստ քեզ էլի, էդի ես զուտ հարցնում եմ, որովհետև մենք եկանք այս զրույցին,
ու ինձ թվում է դա ներկայիս կյանքի առաջնահերթ խնդիրներից մեկն է մարդու, որովհետև մարդը հիմա ինքը հենց պոզիցիա ունի, հենց դիրքավորում ունի, որ ինքը ոնց որ կյանքը ինքը բիրտ է ու ինքը թույլ չի տալիս, որ մարդը իր կյանքի ընթացքում շատ անգամներ փոփոխություններ կատարի։ Կյանքը ինքը ասում է եղբայր, եթե դու ընտրում ես, ընտրի հստակ, եթե չընտրեցիր, հետո դու ենթարկվելու ես երկրաշարժերի։ Ու մարդը վախեցած այդ փաստից ինքը այնքանավոր ընտրում է մի բան ու մտնում է իր ոտով գլխով այդ ամեն ինչի մեջ ու կյանքով մեկ ու երբ որ ինքը ինչ որ չափով գիտակցություն ու ինֆորմացիա է հավաքում ինքը իր մասին, իր անձի մասին ու ինչ որ պահի առերեսվում է նրա հետ, թե ինքը իրապես ինչ է ուզում, ինքը հասկանում է, որ արդեն ինքը կարող է նաև ընտանիք ունի կամ եթե ընտանիք չունի, հիպոթեք ունի, ինքը հասկանում է, որ այսօր եթե հելն ինքը գնա փոփոխությունների, դա մի հատ ահռելի իրանից հետո մի հատ ցունամի է բերելու։ Ոնց անի ներկայիս մարդը, եթե ինքը արդեն 30-ն անցա, այդքան շատ էլ էներգիա չունի, կամ անի, կամ չանի, ըստ քեզ էլի։ Գիտես, ում հիշեցի, ես շատ հաճախ Իրինա Խակամադային եմ ասում, չգիտեմ դու իրեն կիմանաս երևի, ռուս կին է։ Հա, գիտեմ իրան։ Հա, ինքը նման դեպքերում ինչ է ասում, ես հիշում եմ իր խոսքը, ասում է, եթե ուզես մի նոր բան սկսել, կտրուկ մի ել, ամեն դեպքում այդ կտրուկությունը կարա քեզ նորից ֆինանսական մասով բավականին լուրջ վտանգ ներկայացնի, այսինքն դու տուժես։ Բայց ասում է, եթե դու գտնես նորը, այսինքն այն բալանսավորվածը, որը քեզ է պետք, գտնես այդ բալանսավորվածը, հետո արդեն հունից դանդաղ, քիչ-քիչ կտրվես։ Բայց այդ բալանսավորվածը իրանից ինչ որ չափով ռիսկ է ներկայացնում, ինչ առնում, որտեղ կարա լրիվ ուրիշ ֆորմատ դու կյանքի, այլ արագություն եւ այլ կյանքի որակ։ Այսինքն որակ ասելով նկատի ունեմ ֆինանսական մասով։ Օրինակ մարդը, եթե շատ է աշխատել, կարող է այս ընտրած նոր ծրագրի մեջ ինքը այդ մեծ գումարները չաշխատի։ Այդ ակտիվ կյանքի մեջ չլինի ապահովված, բալանսավորված, խաղաղ եւ ոչ այդ վերելքային բաների մեջ։ Հա, որ ինքը ժամանակին ապրել է ու դրանից մեծ երջանկություն ապրել։ Այսինքն ամեն դեպքում գալիս ենք այն եզրահանգմանը, որ փոփոխություն ամեն դեպքում հարկավոր է, բայց հարկավոր է նաև չշտապել ու այդ ամեն ինչի մեջ սենց ավելի լավ է դանդաղ լինի, քան դեմոտիվանա մարդ ու ասի չէ, ես ոչ մի բան չեմ փոխում, հիմա ապահով եմ ու այսքան է ինձ հերիք։ Իհարկե, հատկապես ինձ թվում է մի քիչ ավելի հեշտ է այդ ամենը այն մարդու դեպքում, եւ որը որոշակի կապ չունի ինչ չափի կապիտալում։ Որովհետև եթե դու ունես որոշակի ֆինանսական հնարամ, փոխության գնալը մի քիչ ավելի հեշտ է։ Որովհետև ես երբ որ Երևանից տեղափոխվեցի Դիլիջան, ինձ շատերը հարցնում էին, ինչի ես գնացել Դիլիջան, երիտասարդի համար ինչ կա Երևանում, ակտիվ է, չգիտեմ, կյանք կա Երևանի իբր։ Ասում Երևանում կա շարժում, իսկ շարժումը դա պրոգրեսի մասին չի բացարձակ։ Շարժումը դա պարզապես շարժում։ Իսկ Դիլիջանում դու ապրում ես մի այլ արագությամբ կյանքի, բայց ապրում ես ավելի գիտակցված կյանք ու ավելի քեզ մոտ կյանք։ Քեզ մոտ կյանք։ Այո։ Եվ ասում եմ, բոլոր այն մարդիկ, ովքեր հատկապես ունեն հեռավար աշխատանք, որոշակի կապիտալ, փոքրիկ, որ կարող են դրա վրա հույս դնել, տեղափոխվելը Դիլիջան եւ Դիլիջանի քաղաքներ շատ ավելի խելամիտ է ու ավելի լավ, որովհետև կյանքի դրակը միանգամից բարձրանում։ Ոչինչ, հիմա չպարտադիր է, օրինակ քաղաքային այդ աղմուկի մեջ ապրել ու այդ ակտիվ կյանքի մեջ լինել, անընդհատ այդ կապերի մեջ լինել, օրինակ ինձ դա դուր չի գալիս, ես չեմ սիրում դա։ Երևանում իրականում դժվար է ինքդ քո հետ լինելը։ Երևանում դժվար է մենակ լինելը, Երևանում դժվար է մենակի նկատի չունեմ ֆիզիկապես։ Երևանյան տրիգերներն այնքան շատ են, որ իրանք ոնց որ քեզնից քեզ պառակտեն։ Միանշանակ։ Ամեն ապրելակերպիդ քայլի մեջ դու այդ պառակտումը զգում ես։ Ու հետարքիր մի հատ
դեպք եղավ մի ընկերոջս հետ ու ոնց որ ես որ Երևանում լինում եմ, այդ մենակությունը ու այդ խաղաղությունը գտնում եմ Կասկադի այն վերևում մի հատ աջ կողմում անկյուն կա, որ գնում նստում եմ, ոչ մեկ չի գալի, այդտեղ հեռուն եմ նայում ու իմ համար լրվում եմ։ Այդտեղ համ հանգստանում եմ ժխորից, համ հանգստանում եմ մարդկանցից, համ այդ երուզերից եւ այլն։ Մի ընկերոջս հետ ուրեմն հանդիպել էինք, տենց ասեց ինչ անենք, ասի դե քելը հելնենք այն վերևը ու տենց այդ վերևում որ անգամ գնում ես, զրույցներդ էլ են խորը դառնում, որովհետև դու հեռանում ես այդ ամեն ինչից, սկսում ես քեզ գալ ու սկսում է արդեն ներսդ աշխատել, հոգիդ խոսել, էլի սենց ասած։ Վերջը հելանք այդ վերևը տենց նստել էինք, մի քանի րոպե հələ բան չէինք խոսում, ուղղակի սենց նայում էինք։ Ասում է հաճախ ես գալիս այդտեղ նստում, ասում եմ որ Երևան եմ լինում, կարելի ասել ամեն օր։ Ասում եմ ես կխելագարվեմ այդտեղ ամեն օր գամ նստեմ։ Այսինքն մարդիկ այնքան են սովորել իրանց հետ չլինելուն, որ հենց այն հանգամանքը, որ մի հատ ինչ որ տեղ պետք է մարդը ինքը իր հետ լինի, արդեն էդի մարդուն խնդիր է հարուցում։ Ալբար։ Բայց Դրա համար նա կներես չի ասա։ ասա։ Չէ, դրա համար ի նկատի ունեի, որ շատերը կուզեն գնան քաղաքից դուրս, ապրեն, բնություն ու սենց բաներ, բայց շատերը դրա տակ չեն դնում հենց այն միտքը, որ ախր քաղաքից դուրս գնալ ապրելը դա նաև ենթադրում է ինքդ քո հետ լինել, ինքդ քեզ ավելի մոտ լինել ու ոչ բոլորը կուզեն այդ անցնեն, որովհետև դա ցավոտ է։ Ինքը ենթադրում է ցավային ճանապարհ ու երբ որ մարդը ինքը աշխատում է շատ, երբ որ մարդը ինքը օրնի բուն իր էներգիան դնում է ինչ-որ բաների մեջ, ինքը չի ուզում ցավ ապրի, ինքը ուզում է վայելի։ Ու դրա, այսինքն վայելքով է շատը պայմանավորվում գնամ Դիլիջանում ապրելը։ Հասկանում ես ինչի նկատի ունեմ։ Հասկացա։ Ոչ շատ օրը չանապ ուղղակի աճելի։ Այո, Ինչպես որ հա, ծովը կարան ընկալեն որպես պլյաժ եւ կարան ընկալեն լրիվ։ միկրոֆոն, հա, կներես, Ինչպես որ օրինակ նորից ասա։ ծով, ինչպես որ օրինակ կարան ծով էլի որպես պլյաժ ընկալեն, մարդիկ կա որպես պլյաժ են ընկալում։ Հա, Մարդիկ կա ոչ միայն, այլ նաեւ այդ գեղեցկությունը, ինքնության հետ ամեն ինչը էլի։ ընկալման հարցերը էլ, Հա, ընկալման հարցերը։ իրականում Երևանը իմ համար էս շատ կոշտ կարահնչի, բայց հակամարտկային քաղաք է, շատ, որովհետև նույնիսկ քաղաք Համաձայն չի, եմ շատ գավառական, մեծ գավառական ինչ որ անմշակույթ տարածք է, որտեղ երբ որ հայտնվում ես, քաղաքը քեզ սովորեցնելու բան չունի։ Իրականում, չգիտեմ, դու Գերմանիայում ես ապրում, այդ որ քաղաքում ես դու ապրում։ Ես ապրում եմ Ֆրանկֆուրտի կողքին, կոչվում է Դամշտադ քաղաքը։ Մոտ մի Ինչ որ լավ բան 150 կարա տա հազար մարդ քաղաքային մշակույթը։ Քաղաքային մշակույթը կարա տա, վստահորեն կարա տա։ Քաղաքային մշակույթը ինձ թվում է կարա տա այն կուլտուրան, թե ոնց մարդը պետքա նախ եւ առաջ մնացած մարդկանց հետ ապրի։ Այսինքն էդի թե իրա լավը ունի, թե վատը, բայց մարդը ինքը իր մեջ ունի սենց հակում ծայրահեղությանը գնալու։ Երբ որ ես ասում եմ մարդը մարդու հետ ապրելը, Գերմանիայում էլ օրինակ էդի այնքան ծայրահեղ է, որ դու ոչ մեկի չպետքա խանգարես։ Ու էդ էլ այդ ծայրահեղությունն էլ բերում է նրան, որ մարդիկ իրար հետ կապերը կտրում են, ոչ մեկի չի ճանաչում, դուրը պետք է հանգիստ փակես, չպետք է գոռաս, հանկարծ ասես, բաներ չպետք է տեղի ունենա, որը որ մի կողմից լավ է, բայց երբ որ դա հասնում է ծայրահեղության, վատ է։ Բայց դրա մեջ դրած հիմքը շատ կարևոր է, որ մարդը որոշակի էթիկա ունենա, էտիկետներ ունենա, որ ինքը իմանա մնացածի հետ ոնց պետք է ապրի, որ ես չպետք է տանը կռիվ անեմ, որովհետև հարևաններ կան։ Որ ես չպետք է մեքենայով գամ, իմ ուզած երաժշտությունը այնքան զլեմ, այդ զլել բառը տեղին է ասվում։ Մարդիկ են ապրում։ Որ ես չպետք է մեքենաս
կայանեմ այնց մի տեղ, որ ես թքած ունենամ այդտեղով անցնում են, թե չէ։ Ես չպետքա կա հեծանիվի գիծ, կա հետիոտնի գիծ։ Ես չպետքա հեծանիվի գծով քայլեմ, որովհետև այդտեղով հեծանիվներ են անցնում դառնում։ Այսինքն կան էտիկետներ, որոնք որ բնորոշ են հստակ մարդուն, մարդկային ապրելակերպին, որ ըստեղ գտնվող մարդիկ պետքա այս կերպ կոմունիկացվեն, այս կերպ ապրեն, որ իրար չխանգարեն։ Իսկ երևանյան կյանքը ինքը լրիվ դրա հակադարձ պատկերն է, որ ամեն բան արված անենց, որ քեզ խանգարի։ Մայթ գոյություն չունի։ Ու եթե միտեղ մայթ գոյություն չունի, այդ ծերունիները ոնց են։ Հա, ես ջահել եմ, հələ կարամ ռեակցիա ունենամ, մեքենա գա գցվեմ այն կողմ կամ մտնեմ մի արանք եւ այլը, հա։ Բայց ծերունի մարդը, երբ որ ինքը քայլում է ու մայթ չկա ու ավտոներ են շարքով, ու սենց մի 10 սանտիմետր ինչ որ դիստանցիայով գալիս է մեքենա է անցնում, այդ ամեն ինչը խանգարող բաներ են։ Սարգիս ջան, եւս մի հարց։ Ամբողջովին համամիտ եմ քո ասածի հետ։ Իսկ փոխհարաբերությունների կուլտուրան ո՞նց է։ Օրինակ աշխատավայրում։ Մեր մոտ շատ վատ է, շատ վատ է։ Շատ գազանական մթնոլորտ է, այսինքն եթե դու մարդկանց հետ հարաբերվում ես մարդկային ձևով, ոչ գազանական, դա շատ վատ է անցնում, այսինքն դու իրանց նման գազանական ձևով շփվես։ Տեսնում ես փողկապով գեղեցիկ հագնված կանանց կամ բան, բայց իրականում ներսում կենդանին է բարձր, ոչ թե մարդը։ Համաձայն եմ։ Ու տեղ էլ մի հատ կապ կա, այսինքն ինչը մարդը դրսից ցույց է տալիս, պետք է ինքը նախ եւ առաջ ներսում լինի։ Ահա։ Մեր մոտ օրինակ այդ հակումը կա, որ մենք ցույց տանք, բայց ներսում մենք այդ չենք։ Ու հենց քո ասած ֆակտով էլ գալիս ենք դրան, որ մարդիկ կարան ցույց տան լավ հագուստ, լավ մեքենաներ, լավ տներ, լավ էսեն կյանքային այն պայմանները, որոնք որ իրանցից դուրս է, բայց իրանց ներսում ես երեք դրա մասին էի մտածում, որ մարդիկ չեն սիրում ժպտալ, մարդիկ չեն սիրում ուղղակի ծիծաղել։ Ծիծաղը դա թուլություն է, այսինքն դիտարկվում։ Երբ որ դու ծիծաղում ես, ուրեմն դու թույլ ես։ Սենց մեր կուլտուրայի մեջ էդ է դիտարկվում։ Տղամարդիկ չպետք է ծիծաղան։ Սենց է։ Եթե տղամարդը ծիծաղած, ինչ որ մի բան են չի հետը։ մի բան են չի։ Պետք է ինքը, այն որ միշտ ասվում է, չէ, լուրջ եղի։ Քեզ չի սազում։ Քաչ։ Ուսանց բոլորս սեղմված են, բայց լիքը բան է փոխվել ռուս աղջիկների հայտնվելուց հետո Սարգսյան։ Այ վագաճ։ Կա, տենց այդ ամեն ինչը կա։ Տես ուր գնացինք որտեղից հասանք, բայց այդ ամեն մի դրսևորման մեջ մարդկային իրա ներքին ինչ որ դեֆինիցիան կա, որ կարաս գտնես, թե որտեղից էդի խի եկավ կամ խի էդի գոյություն ունի։ Ու ցավալին դրանումն է, որ ես օրինակ աշխատանքային առումով խոսեցի, ես Հայաստանում շատ քիչ եմ աշխատել։ Ու հենց երևի այդ ա եղել պատճառը քիչ աշխատանք, այսինքն քիչ աշխատած լինելով այդտեղ, ես հասկացել եմ, որ ես այդտեղ չպետք է աշխատեմ։ Այսինքն ես չպետք է 0-ից այդտեղ սկսեմ, որովհետև 0-ից սկսել, էդ էլ այն ժամանակ մի 13 տարի, 4 տարի առաջ, էդի նշանակում էր, որ դու ոչ մեկ ես, դու քեզի նայում են որպես ոչնչություն։ Իսկ ես դրա հետ ոնց որ առերեսվում էի, չէի կարողանում, այսինքն դրա հետ ես կոնֆլիկտ ունեի, ես չէի կարողանում, դրա համար ես որոշեցի, որ չէ, պետք է մի բան փոխվի։ Իսկ այդտեղ Բայց ստեղ այնքան շատ հարգանք կա, որ մեկ-մեկ ասում ես, խի, ինչից համար պետք է այդքան հարգանք լինի։ Աստվածին, Աստվածին։
Փառք Աստծո, բայց ստեղ էլ իրա SNN-ն կողմերն ունի։ Ուղղակի այդ համեմատությունների մեջ ես շատ կուզեի, որ օրինակ, չգիտեմ, ես այդտեղ լինեի, այդտեղ ապրեի ու վիճակը նես լիներ, որ ես չասեի, ես չեմ ուզում այտենց, պետք է բան փոխեմ ու ելնեմ փոխեմ։ Այլ եթե բան լիներ փոխելու, տեղում փոխեի։ Ու այսօր մենք շատ շատերին ենք ճանաչում ու մտքերում էտիկա, չէ, գնանք դրսեր եւ այլ, հա։ Դրսերում երջանկություն չկա, բայց դրսերում արժանապատվություն կա։ Հա։ Քեզ չեն անարգի, քեզ չեն անարգի։ Օրինակ Երևանյան կուլտուրան, կուլտուրա ասվածն էլ է մի քիչ ծայրահեղացված, դա կուլտուրա չի, դա գազանական միջավայր է։ Նույնիսկ արվեստի ոլորտի մարդիկ են շատ fake, իսկական չեն։ Իրանք իսկական չի իրանց ոչից փոխող այդ արվեստը, թող մեծամտություն չհամարեն։ Չկարողացա ես այդ քաղաքի փոխհարաբերությունների մշակույթը ընդունեմ, որովհետև եթե ես ընդունեի այդ փոխհարաբերությունների մշակույթը, ես պիտի դառնայի իրանց նման։ Այսինքն հարվածին հարվածով վերջում դառնում ես գազան։ Իսկ դա ինձ բացարձակ չի հետաքրքրում եւ ես չեմ ծալվի էլի այդ մշակույթում։ Այսինքն եթե դու ապրում ես այնտեղ, դու պիտի ընդունես։ Դու կամ պիտի ահավոր հարուստ մարդ լինես, որ առհասարակ չառնչվես մեծամասնության հետ, քո համար, քո տան մեջ, քո անկյունում, չգիտեմ ինչ որ ապրես, բիզնես ունենաս ու քեզ չհետաքրքրի թե Երևանում ինչ է կատարվում, մարդիկ ոնց են իրար հետ փոխհարաբերվում եւ այլն։ Իսկ դա ինձ ահավոր տհաճ էր։ Ճիշտ ասած իմ մասնագիտությունը այնպեսին է, որ ես առանձնապես շատ չեմ բախվել այդ ամեն ինչին, որովհետեւ գնում էի իմ 2-3 ժամը աշխատում, գալի տուն, չէի հասցնում, այսպես ասած, կոլեկտիվ ասվածի հետ շփվեմ։ Ամենայն խաղաղ ձևով էր ամեն ինչը անցնում, բայց ես այդ զգում էի, որ եթե ես լինեմ այս հասարակության այս ամբողջի մի մեջ եւ այստեղ գործունեությունս ծավալեմ ու ժամը շատանա, օրինակ ես սկսեմ 8 ժամ հարաբերվել այս մարդկանց հետ, ես ուղղակի չեմ հիվանա, որովհետեւ այստեղ արդեն արժեքների հարց է էլի բարձանում։ Ինչ անես։ Հետները նստես կռվես, միանշանակ չես կարա։ Այդ մարդը այդպեսին է, չի փոխվել։ Ստիպված դու ես դառնում Ոնց գորենի։ եկար սկսեցիր երաժշտությամբ զբաղվել։ Երաժշտությամբ իրականում փոքրուց եմ զբաղվել, 9 տարեկանից գնացել եմ երաժշտական դպրոց։ Հետո իմ մոտ շատ լավ էր ստացվում, ինձ էլ դուր էր գալիս այդ ամեն ինչը։ Պապաս էլ կողքից շատ էր ողջևորում, արդեն ինձ sense բան էր, ծրագրավորել էր, որ իմ աղջիկը դառնալու է երաժիշտ։ Այդպես իմ փոխարեն որոշեցին, բայց ես համաձայն էի, որ պիտի 16 տարեկանում գնայի ընդունվեի երաժշտական քոլեջ։ Հա։ Քանի որ ամեն ինչ իսկապես մոտս լավ ստացվեց, ես քոլեջում էլ նույն ոգով, նույն առաջադիմությամբ ավարտեցի, որոշեցի մնամ այս ոլորտում, որովհետև պարզվեց, որ աշխատանքի մեջ էլ ինձ նորմալ դրսևորում, բաց չի ստացվում մոտս, ու այդպես դեռ երաժշտության մեջ եմ։ Բայց լինելով երաժշտության մեջ ու օրինակ զուտ քո աշխատանքը որպես երգ ու երաժշտություն դու ինչ որ կարողանում ես չէ զերծ մնաս այդ աշխատանքային այն ամեն ինչից ինչի մասին մենք նոր խոսեցինք միանշանակ, որովհետև ես եթե բախվել եմ մի փոքրիկ շատ քիչ, երբ որ ես աշխատում էի որպես ուսուցիչ ոչ թե մասնավոր սֆերայում, այլ դպրոցում, այն էլ շատ լավ դպրոցում, այբ դպրոցում, որը ունի բավականին լուրջ արժեքներ, որ պիտի այնտեղ աշխատող ուսուցիչը անկախ իր սկզբունքներից, իր մտածողությունից պիտի հարմարվի դպրոցի նշված կետերին։ Կարգի հետ։ Կարգի, իսկ կարգերն էլ բխում էր մարդասիրությունից։ Իրականում այնտեղ ես ինձ շատ լավ եմ զգացել։ Նույնիսկ տնօրինության մոտ այս սկզբունքներ, որ եթե ինչ-որ միտեղ մի հարցի շուրջ դժվարանում էի, ոչ թե ասում էին, «Օ, դու սխալվել ես», այլ ասում էին, «Ինչու կարանք քեզ օգնենք», որը Հայաստանում եզակի երևույթ է։ Բայց ինչպես բոլոր տեղերում, բոլոր աշխատավայրերում կան, չէ՞, այդպես ոչ այդքան հաճելի աշխատակիցներ, որոնց հետ դու այդ հարցին բախվում ես, անկախ կառույցի մակարդակից։ Հա։ Բախվել եմ, բայց ավելի այսպես նուրբ ձևով։
Ահա, ահա, Բախվել եմ ավելի հա, մեծ ձևով։ իրականում էդ էլ կա։ Օրինակ իմ բախտը բերել է այն առումով, ըստեղ աշխատանքիս բան, որ իմ կոլեկտիվը հրաշք է, իրոք հրաշք է, բայց ես էլ եմ լսում տեղերի մասին, որ ստեղ էլ կան, այսինքն միջավայրներ, որտեղ որ էլի մի հոգին կարող ամեն ինչ փչացնի։ Ու ինձ թվում է էտա։ Մի հոգին կարա ընդհանուր, որ մի հատ հոտած խնձոր դնում ես մնացած խնձորների մեջ, մի տոպրակի մեջ, մի շաբաթ թողում ես, բոլորը մահացել են, չէ՞։ Հա։ Նույնն էլ տենց է, նույնն էլ մարդկային հարաբերությունն է ու մարդկային գոյությունն է։ Ուղղակի, երբ որ դու տարիքով փոքր ես լինում, ամենի լուծման ձևը լավ չես իմանում։ Օրինակ ես որ փոքր էի, դու փոքր նկատի ունեմ մինչև իմ 30 տարեկան, էլի։ Ես քանի որ ունեի աշխատանքի կարիք, այսինքն դա իմ համար շատ կարևոր էր, որ ես նաև աշխատանք չկորցնեի։ Հայաստանում մարդիկ մի քիչ ճանաչողություն այդքան բան չի, էլի, որ մարդուն ճիշտ ճանաչեն, կարային քո մի կտրուկ քայլը արդեն քեզ այդ քո արած կտրուկ քայլով նյութագրեին, ես այդ հարցին չէի կարողանում ճիշտ լուծում տալ։ Չի հասկանում։ Իսկ հասկանում էի, որ խնդիր կա, բայց չգիտեի ինչպես անել, որ դա լիներ անվնաս երկկողմանի, բայց միևնույն ժամանակ դու չտուժեիր, օրինակ ես չտուժեի։ Հիմա գիտեմ ձևը։ Հա, բայց տես դու կարողացել ես այդ ամեն ինչից ստանաս մեծ ինֆորմացիա կյանքի համար, քո համար կարևոր ինքնաճանաչման ինֆորմացիա, որ լինեմ, ոնց լինեմ, որ կարողանամ այս վիճակում ինձ ոնց դրսևորեմ, որ ես էլ այդ վնասը չկրեմ։ Ու ինձ թվում է մարդու կյանքը հենց դրա մասին է, որ ինքը ցավալով հասկանա ու այն կետերում որտեղ որ տենց ստոիցիզմի մեջ sense մի հատ լավ կետ կա, ասում է այն մարդիկ, որոնք որ կարողանում են քո այն կետերին կպնեն, այն նուրբ կողմերին կպնեն, որտեղ որ դու խորը ցավեր ես զգում, այդ նշանակում է, որ դու հələ այդ կետերին չես հասել, հələ չես հասել այդ կետերի վրա աշխատելու քո process-ին, հա։ Այսինքն միշտ մարդու կյանքը ու ընթացքը դրա մասին է, որ անընդհատ բացվում են նոր մի հատ երեսներ, նոր շերտեր, որտեղ որ մարդը պետքա նորից դրա վրա աշխատի ու մեկ-մեկ ինձ գիտես ինչ տարօրինակ է թվում, որ սենց խոսույթներ կան, չէ, որ ոնց հասար դու դրան։ Երբեք մարդը չի հասնում։ Ինչ չի թվում, որ ինչ որ մեկը ինչ որ մի բանի երբևէ հասնում է։ Այսինքն ինչքան էլ որ մարդը իր վրա ինքնաաշխատանքով զբաղվում է, աշխատում է, մեկը ինքը եթե մի օր թողեց դա, այդ կառույցը կփլվի։ Անկամ դաժե այն կետերում, որտեղ որ դու տարիներով աշխատել ես, հասցրել ես ստաբիլության, այդ կետերի վրա էլ դու իրավունք չունես չաշխատելու։ Դու հələ մի տարի մի երկի։ Օրինակ եմ ասում։ Քո մկանային հիշողությունը կհիշի լադերը կամ մատներդ կտանեն։ Բայց ամեն դեպքում դու հետ կգնաս։ Քո ձայնը հետ կսովորի երգին։ Նույնն էլ մարդն է իր հմտություններով ու մարդու ամենակարևոր հմտությունը դա ինքնաճանաչությունն է ու դրան գալն է ու իսկ թվում մարդու ամենամեծ առաքելությունն էլ այդ ինքնաճանաչման մեջ հմտանալն է։ Դե այո, ու գիտես, մարդկանց մեծ մասը իմպուլսիվ է ապրում։ Այսինքն ինքը չգիտի ինքը ինչ ձև է, իր շարժումները, իր խոսքը կամ իր խոսքը ինչից բխեց։ Սովորաբար գեներով ժառանգված հատկանիշների դրսևորումներ են մարդիկ մեծ մասամբ ու այդ միջավայրային ազդեցության դրսևորում են, ոչ թե սեփական անձի որոշում, որ ես ուզում եմ այսպեսին լինել, ուզում եմ այսպեսին դրսևորել ինձ, ավելի շատ կենսաբանական դրսևորումներ են էլի մարդիկ, ոչ թե մտքի աշխատանքի։ Համաձայն եմ, հա։ Ռոբերտ Սապոլսկիի ելույթները չգիտեմ դու լսել ես, թե չէ դասախոսությունները։ Չէ։ Ես քեզ կուղարկեմ, որ ինքը բացատրում է ամերիկացի պրոֆեսորը, բացատրում է, որ
Դպրոցում մարդիկ երեխաները կամ ուսանողները համալսանում պիտի անցնեն վարքի բիոլոգիա, որպեսզի իրենց վարքի պատճառահետևանքը հասկանան, ինչու իրենք Հա, արեցին այսպես, հա։ Ինչ որպեսզի հետաքրքիր գազանական է, վիճակից դուրս գա մարդը, էլի։ հա, հա, բայց անկեղծ եթե լինեմ, մարդուն հեշտ չի, դժվար է։ Միանշանակ Մարդուն դժվար է։ դժվար է ժամանակակից կյանքում էլ ու մինչև հիմիկվա կյանքում էլ։ Ես երևի թե կարամ ասեմ, ես ծնվել եմ 90 թվին։ Ահա։ Իմ սերունդը երևի առաջի սերունդն է, ով որ կարողացել է որոշակիորեն գալ ինչ որ կյանքի որակական պայմանների իրան բերի, բայց այդ սերունդի մեջ էլ շատ քչաթիվներ է, Ահա։ որոնք որ նաև իրանց կարան թույլ տան ինչ որ ժամանակ վերցնեն իրանց կյանքում կամ իրանց կյանքում էսի աշխատանքն է, էսի կյանքն է ու ես կյանքը ազատ ժամանակից կարամ քաղեմ ինքս իմ համար ինչ որ բաներ անելու ընթացք, Ահա։ ինքնակրթվելու, տեղեկանալու, սպորտով զբաղվելու, առողջ մնալու, ուսումնասիրություն, առողջ լինելու, իմաստի, էգզիստենցիալ թեմաների փնտրտուքներ։ Ես չեմ ասում այդ սերունդներից, իմ սերունդից առաջ այդ թեմաները չեն եղել։ Եղել են, ուղղակի մարդը չի հասցրել։ Մարդը որևէ կերպ ինքը չի կարողացել ժամանակ ու էներգիա գտնի այդ ամեն ինչին։ Մարդը ահռելի մեծ, հա, ահավոր մեծ զոհաբերությունների է ինքը գնացել, որ կարողանա ինքը իրանով մի թեթև զբաղվի։ Մեր ժամանակներում ոնց հասկանում եմ, որոշակիորեն ավելի հեշտ է։ Միանշանակ հեշտ է, ուղղակի ինչքան հեշտ է դառնում, այդքան մարդը գնում է ավելի հաճույքների կողմը, որովհետև ըստ իս մենք հələ պետք է այդ էպոխան էլ ապրենք։ Հեշտ է, հաճույքն է գալիս։ Մարդը գիտակցում է, որ հաճույքը դատարկություն է, հետո նոր գալիս է գիտակցությունը։ Բայց մենք հələ այն էպոխայի մեջ ենք, որ հաճույքը ինքը պիկում է։ Որովհետև այդ հաճույքին հասնելու համար մեր հին սերունդները իրանց կյանքերն են տվել, որ մարդ կարողանար գար այս փուլում իր ուզած մեքենան քշի, իր ուզած վիլան ունենա, ճամփորդի, չգիտեմ, գինով պաստա ուտի ամեն օր միջերկրական ծովի ափերին, հաճելի է, բայց դրա մեջ կորելն էլ է ֆանատիկություն։ Իհարկե։ Բայց այսօրվա մարդը ժամանակակից իր կյանքը վարում է այնպես, որ ինքը մենակ գնա դրան։ Ու հələ մենք այդ էպոխան չենք փոխել գիտակցություն, որ ախր հաճույքից հետո կա նաև գիտակցություն ու երբ որ մենք մեր կյանքը վատնենք հաճույքի վրա, մենք չենք գա նաև գիտակցության էպոխային։ Ու դրա համար ոնց որ մենք այդ սերունդն ենք, ով ընկավ այդ միջանցիկ շրջանում ու ամեն մարդ ոնց որ ինքը իր ընտրությունն է ունենում, կամ ինքը տրվում է այդ հաճույքին, կամ էլ այն օրը մի շատ լավ բան կարդացի, ասում է մարդը ձգտում է հեշտության, բայց հենց հեշտությունը գալիս է, սկսում է դժվար օրերը։ Այսինքն հեշտությունը երբեք ինքը անհոգություն չի բերում։ Հեշտությունը ինքը բերում է արդեն լճացում, հեշտությունը ինքը բերում է թեր զարգացում, դեգրադացում, իսկ մարդու հիմքում դրված է աճելը, զարգանալը։ Ու երբ որ աճ չի գրանցվում, մարդու մեջ զբոյ է տալիս, կայծեր են առաջանում, ասում ախպեր, էս ինչ է կատարվում քո կյանքում։ Կներես շատ խոսացի։ Բացարձակ շատ չես խոսացել, Սարգիս ջան, շատ մեծ սիրով լսում եմ քեզ, ուղղակի որ ինձ մոռանում եմ, ուզում եմ քո այդ ասածների մեջ ֆիքսեմ այն ինչը որ ես կարևորեցի, որպեսզի խոսքից շարունակություն լինի դրամաբանական։
Շատ ճիշտ ես, բայց գիտես, երևի իմաստավորման խնդիր կա, այսինքն մարդիկ ունեն իմաստավորման խնդիր, ինչի համար եմ ես ուզում այս ամենը անում։ Ինչի է ծառայելու, որտեղ մարդը, երբ որ միայն իմ ընկերներից մեկը Նելին շատ հետաքրքիր մարդ, մի օր ինձ ասեց, Մագա, ես ուզում եմ այլևս իմ մասին չմտածել, ուզում եմ դուրս գալ եւ մտածել ոչ միայն իմ մասին, այլ դեպի դուրս մտածել, այլոց մասին մտածել։ Երևի, բայց ինքն էլ երիտասարդ է, ինքն էլ դեռ ճանապարհի ընթացքի մեջ է, այսինքն այնպես չի, որ ինչ որ լուրջ կապիտալ ունեցող մարդ է։ Հենց դրա մեջ է գաղտնիքը, այսինքն եթե դու ուզում ես ստեղծել հավելյալ արժեք, այդ հավելյալ արժեքը ստեղծած պիտի հասկանաս, որտեղ պիտի ծախսես, ինչի համար։ Եվ եթե դա մարդկությանը համամարտկային արժեքի համար չի, դա մենակ քո համար է, որովհետև մենակ քո համար դու կարաս ստեղծես շատ կարճ ժամանակահատվածում որոշակի ապահովություն եւ ապրել։ Այսինքն այդ մասշտաբին, ինչքան մասշտաբ ունեցա, այնքան էլ պիտի դու փորձես դա մարդկությանը ծառայեցնել, հետեւաբար իմաստ չունի։ Այո։ Այսինքն ինչ էլ մարդը որ հավաքում է իր կյանքում որպես պաշար, այդ էական չի նյութական, իմաստնություն, գիտակցություն։ Եթե դա չծառայեց, ելում համար է դա։ Այո։ Ելում համար է դա։ Այսինքն եթե դու գիտես դա, ու եթե քո գիտեցածը, քո ճանաչածը, քո ոչ թե թեորետիկ կերպով դրան եկած լինելը ու գիտես ինչ բան, չէ։ Դու քո կյանքով եկել ես, էփվել ես, ունես ես պաշարը, ու եթե դու չես կիսում այդ ամեն ինչը ու չես ծառայեցնում հանուն բարօրության, հանուն լավության, ուրեմն էլ ինչումն էր այդ ամեն ինչը, որ դու տիրեցիր այդ ամեն ինչին վերցրիր էլի։ Դե դա արդեն նորից գազանական, մարդկային չի, գազանականն է, այսինքն ամեն ինչի ինձ պայքարում ենք, իրար հետ կռվում ենք, ով շատ վաստակեց իրանն է, ով всё պիտի պահեց, դա քոնն է, մինչև մեռնել։ Իսկ մարդը, Նիշեի ասած գեր մարդը, ինչա ենթադրում իրենից, հենց դա։ Հա, համաձայն եմ։ Ոչ թե ինստինկտների ստեղծում, այլ գիտակցված ամեն ինչը։ Հա։ Չգիտեմ, իրականում նորմա է այն, որտեղ կա լույս, այնտեղ կա նաև ստվեր, որտեղ կա կին, այնտեղ կա նաև տղամարդ, որտեղ կա, չգիտեմ, ձմեռ, այնտեղ կա նաև ամառ։ Ամեն ինչ այդ երկու երեսներն ունի ու այդ ամեն ինչ հենց ստեղծված է նրա համար, որ մարդուն բերի գիտակցության, որ մարդը տեսնի տարբերություն կա աշխարհում։ Ու ես ինչ եմ ուզում ընտրեմ այդ ամեն ինչի մեջ։ Ու հենց այդ ամենօրյա որոշումներն են մարդու համար, ինձ թվում է մարդու կյանքի իմաստը։ Իմաստը ինքը մի հատ ինչ որ բան չի, էլի, հերվում ինչ որ դրած մի հատ պրիզ չի։ Իմաստը այսօր արթնացար, դու քո իմաստով ես արթնացել արդեն իսկ, ու այսօրվա իմաստը պարունակում է հենց այսօրվա կյանքի մեջ։ Ու երբ որ իմաստը մարդը արդեն սկսում է իդենտիֆիկացնել երազանքի հետ, ունենալու հետ, եսի ինչին հասնելու հետ, արդեն մարդը ինքը այսօրով չի ապրում։ Արդեն մարդը ինքը վիզա դնում է այսօր մենակ, որ հասնի այդ պրիզին։ Իսկ կյանքն ինչ է։ Կյանքը այնա, որ դու այսօր արթնացել ես, եղբայր, ապրի, դավայ, շարժվի։ Պահի գիտակցման մեջ։ Հա։ Հիմա տես մենք այսօր խոսում ենք։ Մենք խոսում ենք, որովհետև մեզ հաճելի է, մենք ապրում ենք։ Ու երբ որ մենք ապրում ենք, մենք դրա վրա շեշտ ենք դնում։ Այսինքն մենք արթնացանք, ապրում ենք, ու մենք ընտրում ենք SNNN ինչերը դիպվածները քո օրվա,
ինչի մեջ որ դու մաքսիմալ չափով կապրես։ Դու երգում ես, դու նվագում ես, դու դրա հետ մեկտեղ ներկայում ես, դու ապրում ես, դու նկարում ես, դու արարում ես, ինչ որ բան ես ստեղծում, դու դրա մեջ ես։ Իսկ այդ ֆիկտիվ երազանքային սցենարները կյանքի, որ գիտես ինչ հեռուներում ա դա, ես պետքա քո երազանքը մեծ բան, ասես բաներ, էդ էլ կարա լինի, բայց եթե էդ եկավ ծածկեց քո օրվա իմաստը, քեզ դարձնում արդեն ֆանատիկ։ Այո։ Ֆանատիկ եւ նևրոտիկ։ Հա։ Ու տենց ինչքան ես չէ հանդիպել մարդուն, որ ինքը տեղում չի։ Ինքը հեռուներում ա։ Ինքը իր հետ չի, ինքը իր ամեն գիտակցությամբ, էներգիայով, իր ամբողջ պոտենցիալով, ինքը նրա մեջ է, ինչը որ երազում ա։ Բա հիմա դի եղբայր։ Այո։ Եսիմ։ Չգիտեմ, հաճելի է, ամեն դեպքում հաճելի է ասեն զրույցներ ունենալը մագա։ Կներես, այսօր տես այդ սպոնտան խոսացինք, դու թեմա իր առաջարկել չեկանք դրան։ Կապ չունի, ես ինձ ավելի դուր եկա, որովհետև ես էլ մտքերս չի հավաքել, ասված իմ հիմա որ սկսենք, ես որ կետից եմ սկսելու։ Ինչ որ լրիվ սպոնտան sense խոսացինք, բայց ես այնքան եմ սիրում էսի, որովհետև ոնց որ հոգու կանչ է, էլի խոսվում է այն ինչը որ փաստորեն կա խոսալու այդ ժամանակ։ Ու դա էլ իրանով բնական է, չէ՞։ Միանշանակ Սարգսյան։ Ու պատահական չի ոչ մի բան, ես ասում եմ, ոչ մի բան էս հանդիպումների մեջ պատահական չի, միշտ նմաններ իրար նման մտածող մարդիկ։ Հա։ Մյուս հանդիպումը էլի կկազմակերպենք, արդեն կխոսենք կոնկրետ այն ամեն ինչից, ինչը այդպես անենք, հա։ Այո, Սարգսյան, ապրես, իդեպ ես բոլորին վիճանը գովազ, որպես այդ հոգևոր հանգստության տեղ, կենտրոնանալու տեղ, այնպես որ եթե լինես Հայաստանում անպայման համեցի, լիքը հետաքրքիր տեղեր կան Դիլիջանում, միգուցե դու էլ մտափոխվես եւ մի օր մնացածների նման տեղափոխվես Դիլիջան ապրելու։ Հա, սիրով, ես եթե աշխատանքը թերավոր կարող ես թույլ տալ։ Հա, պետք է ինչ-որ կերպ տենց այս զրույցի սկզբում որ խոսեցինք ոնց անենք որ սենց անցնցում բան, բայց ինչ-որ կերպ պետք է ես էլ ձևակերպեմ, որ արդեն հետ դառնամ նաև Հայաստան ապրելու։ Բայց դու Երևան։ Ես Երևանում չեմ ապրի, չէ, Երևանում չեմ ապրի, մագա չէ։ Այսինքն հա, այդ օրն էլ կգա բարով իր հետ, բայց ասածը սենա որ սիրով անպայման որ լինեմ Դիլիջանում ձեն կանեմ, բայց մինչև այդ կխոսենք հələ։ Անպայման։ Կապով, շնորհակալ եմ քեզ սենց լավ բովանդակալի զրույցի համար, որ միացար ես ապրես։ Ահա շնորհակալ եմ շատ։ Ողջ Սարգիս ջան, ես եմ շնորհակալ։ Ինչ հանդիպում։ Մինչ հաջորդ անգամ ապրես շատ շնորհակալ եմ։